Աննա Հակոբյանն ունենալով մեծ ազդեցություն մեդիա հարթակում, իրենց քննադատողներին վիրավորում է, հուսալով, որ կփոխվի հանրային խոսքի որակը, իսկ փորձագետներն ասում են, հանրային յուրաքանչյուր դեմքի խոսքը անուղղակիորեն ընկալվում է որպես քաղաքական ազդեցություն։ Սոցիալական հարթակներում արված հայտարարությունները կարող են ազդել ոչ միայն հանրային ընկալումների, այլև պետական ինստիտուտների նկատմամբ վստահության վրա։ Բոլոր ժամանակներում պետության առաջին դեմքերը, ղեկավարները, նրանց տիկնայք հասարակության համար եղել են էտալոնային եւ նրանց վարքագիծն է ուղղորդել տվյալ հասարակության վարքականոնի հիմնական նորմերը։ Հիմա նայելով Հայաստանը այս պահին ղեկավարող այդ զույգի վարքագիծը եւ նրանց լեքսիկոնը ուղղակի ցավ է սապրում, որ այս դժվարին ժամանակներում հայերիս բախտը վիճակվել ունենալ այնպիսի ղեկավարներ։ Քաղաքագետների եւ հասարակական գործիչների մի հատված պնդում է, որ նման վարքագիծը հարիր չէ հանրային գործչի ընտանիքի անդամին։ Նրանք ընդգծում են, որ վարչապետի կինն ունի փաստացի քաղաքական ազդեցություն եւ պետք է ցուցաբերի զսպվածություն ու հանրային պատասխանատվության զգացում։ Կան նաեւ պաշտպանող դիրքորոշում ունեցողներ, ասում են Հակոբյանը արտահայտում է անձնական կարծիքը եւ որպես քաղաքացի ունի դրա իրավունքը։ Այս պահին օրինակ, Նիկոլ Փաշինյանի հանդիպումները այդ թեման լրիվ մնաց հանրային բանից դուրս, Թուրքիա, Ադրբեջան, ինչ որ օրինակ այդ ասենք մի թեմա ու բազմաթիվ այլ թեմաներ էլ կան, որ ուղղակի զբաղացնում են, իրանք անընդհատ ժողովրդին զբաղացնում են իրենցով, իրենց ընտանիքով, իրենց, չգիտեմ, ինչ որ հիստերիկ գորգռոսներով եւ այլն,